Ամբողջույն 24 TV-ին շարունակում է աշխատանքը, տաղավարում այսօր իմ հյուրն է կինոռեժիսոր, պրոդյուսեր Հովհաննես Գալստյանը։ Բարև ձեզ, պարոն Գալստյան։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ մեզ հրավիրելու համար։ Սիրով, հաճույքով։ Մենք ընտրություններից հետո չենք խոսել, փաստացի իմամի իրավիճակը, երբ Փաշինյանը վերընտրվել է, բայց լարվածությունը երկրում շարունակվում է, կալանավորումներ, ձերբակալություններ, ծանր բավականին մեղադրանքներով, մասնավորապես վերջերս Գագիկ Ծառուկյանը եւ Արեգնաս Մանուկյանը կալանավորվեցին։ Դուք ինչ բացատրություն ունեք այս գործընթացներին, որ երկրում տեղի ունենում։ Դա եթե մյուս ձերբակալությունների դեպքում քիչ թե շատ աշխատում են նրա վրա, որ բարձր, ծանր հոդվածներ մոգոնեն, հորինեն պետական դավաճանություն եւ այլն, Գագիկ Ծառուկյանի դեպքում լրիվ անհեթեթ հոդված է, տնտեսական ինչ որ վեճ է, բազմիցս երկված, բայց դա պատրվակ է, դա միջոց է ուղղակի հարձակվելու Գագիկ Ծառուկյանի վրա եւ սա նոր չի եւ դրա պատճառը շատ պարզ է եւ պատճառը մեկն է։ Գագիկ Ծառուկյանը չգնաց գործարքի իշխանության հետ։ Գագիկ Ծառուկյանը չվաճառեց իրեն ընտրողների ձայները, չգնաց գործարքի եւ սա ամենատրիվիալ, ամենապարզ քաղաքական հաշվեհարդարն է եւ հետապնդումը։ Եվ Նիկոլ Փաշինյանը այն մարդն է, որը միշտ հաշվեհարդարը տեսնում են մարդկանց հանդեպ, ովքեր իրան օգնել են, աջակցել են։ Ես չգիտեմ դա ինչպես ինչ ձևակերպում ունի, երևի դա հոգեբանների խնդիր է, հոգեբանները պետք է դրան պատասխան տան։ Եվ այդ իմաստով ես օրինակ շատ հանգիստ եմ, որովհետև երբեք չեմ աջակցել այդ մարդուն, հետեւաբար իր բռնաճնշումների ալիքը ինձ չի հասնի, բայց այդ մարդը բոլորին, ովքեր իրեն աջակցել են, ինչքան շատ են աջակցել, այնքան ավելի ծանր հաշվեհարդարատեսնում այդ մարդկանց հետ։ Այդպիսին է ինքը։ Եթե 18 թվականին չլիներ Ծառուկյանի աջակցությունը, ով բազմիցս անգամ ասել է, որ չի աջակցել Փաշինյանին, այլ կանգնել է ժողովրդի կողքը, եթե չլիներ այդ ժողովրդի կողքը կանգնած Ծառուկյանի աջակցությունը, չէր դառնա վարչապետ, բայց միևնույնն է։ Բացի դրանից, ինքը լինելով վարչապետ, գիտի ինչ հսկայածավալ ներդրում ունի Ծառուկյանը Հայաստանի տնտեսության մեջ, Հայաստանի պետական բյուջեի մեջ, որը ձևավորվում է այդ թվում եւ Ծառուկյանի տված ահռելի հարկերի շնորհիվ։ Այս պետությունը, սոցիալական պետություն է, նա պետք է ապահովի իր բնակիչների նվազագույն կենսամակարդակը, գոնե դրա համար պատասխանատու է։ Հիմա նա այդ նվազագույն կենսամակարդակը ապահովողներից մեկի հանդեպ գնում է ոչ միայն քաղաքական բռնաճնշումների, տնտեսական տերորի, տնտեսական ռեկետի 8 տարի մեր ականջները հոգնածրեցին, մաշացրեցին մեր համբերությունը, ճչալով, որ կար մի մարդ, որը 50-50 էր անում բիզնեսմենների հետ, հիմա իրանք անում են 100-0 բիզնեսմենների հետ։ Խլեցին հեծը, հիմա մյուս գործարանները փակ են։ Ոնց տենց բան չկա։ Տենց երկիր չկա, որի վարչապետը կարող է մի օրվա մեջ մի ստորագրությամբ 25-30 հազար մարդու ազատի աշխատանքից։ Փակի այդ աշխատանքները։ Հիմա այդ մարդիկ չեն աշխատում, դա բազմապատկեք առնվազն 4-ով, որտեղ այդ մարդիկ ամեն մեկը տուն է պահում, այսինքն 100,000 մարդու այն պետության ղեկավարը, որը պատասխանատու է իր բնակիչների նվազագույն կենսամակարդակի ապահովման համար, զրկում է այդ նվազագույն կենսամակարդակը։ Այսինքն այստեղ խոսալու բան չկա, սա ամենանողկալի քաղաքական հաշվեհարդարն է քաղաքական այն ուժի հետ, որը չի գնացել գործարքի։ Եվ որպեսզի դուք կասկած չունեք, կամ աջակցել Փաշինյանին, դառնալ կոալիցիա, որ նա ստանար իր մեծամասնությունը, այո, մեծամասնությունը եւ անցկացնել այն ինչ որ պետք է անցկացնի սահմանադրություն, նոր ընդունել եւ այլն, կամ գոնե երաշխավորություն, որ կոալիցիա չեն կազմի, բայց այդ քո ձայները քեզ կտանք, որ դու հեշտ ու հանգիստ անցկացնես քո մտածածը։ Այդպիսի բան չի անի երբեք Ծառուկյանը, որովհետեւ գիտեք, մեզնից յուրաքանչյուրը ունի իր մեգա կերպարը, այսպես ասած, որը ամբողջ կյանքի ընթացքում է ձևավորվում, ոչ թե 1-2 գործողությամբ։ Ու Ծառուկյանի այդ մեգա կերպարը ուղղակի հակասության մեջ է նրա հետ, ինչ որ անում է Փաշինյանը, երբեք նա չէր գնա։ Ծառուկյանը հայտարարեց, որ ես իմ համար հայրենիքը թանկ է, քան իմ ունեցվածքը։ Իրանքի ասին դե թանկ է, ուրեմն ունեցվածքը, բայց այդ պարտադիր չի, որ դուք անպայման ինչ որ բան քերեք տանեք մարդուց։ Ծառուկյանը ինքնուրույն մարդ է, Ծառուկյանը խոշոր բիզնեսմեն է, մեծագույն բարերարն է այս ազգի եւ սա մի հատ ընթացք է, որը ինքը կհաջողի եւ կանցկացնի նաեւ սա։ Իհարկե կորուստներով, որովհետեւ մենք բոլորս էլ կենթանի մարդիկ ենք եւ մաշվում ենք ինչ որ անընդհատ այդ բաների միջից այդ անհավասար պայքարում։
Իսկ պայքարը իսկապես անհավասար է, բայց եթե այդ ես հիմա հետ եմ գալիս այդ տեսարաններին, այդ շոուին, որ բեմադրեցին մի նպատակով, որպեսզի ցույց տան իբրև թե իշխանության ուժը, որ մենք սա կարող ենք անել, որ մենք բարձրացնեն իրանց թեկուզ իրանց հա, տեսեք ինչ ենք անում, բայց այդ մարդիկ այնքան թշվար են, այնքան ողորմելի են, որ փողոցում չեն մեծացել, եթե իրանք փողոցում մեծացած լինեին, իրանք կիմանային, որ ցանկացած ծեծկրտուքի ժամանակ, եթե 20 մարդ հարձակվում են մի հոգու վրա, անկախ ելքից, այդ մի հոգին ապրիորի հաղթած է, որտեղ 20 մարդով հարձակվել են մի հոգու վրա։ Այն էլ 70 տարեկան մարդու վրա հասկանալի է, որ մարդը ֆիզիկապես շատ ամուր է եւ այդ բոլորը գիտեն, որ նրանցից ամեն մեկը, եթե դիմակը հանեին կանգնացնեին Ծառուկյանի դիմաց, կլսներ տակը, չէր կարող ուղակի խոսալ այդ մարդու հետ, ոչ թե կհամարձակվեր մտնել ձեռնամարտի մեջ։ Հատկապես նա դիմադրություն չէ տալիս, ժպտալով գալիս է, ինչ նպատակ կար, անպայման նրան պարկասներ գետնին։ Ինքը այդպիսի մարդ է, վերջի 2 տարվա մեջ շատ հանդիպումներ եմ ունեցել պարոն Ծառուկյանի հետ, իմ տեսած ամենադրական հոգեկերպվածքով մարդն է, միշտ օպտիմիստաբար տրամադրված, միշտ ճպտերես, միշտ բարի կամքով եւ դրանով էլ ինքը իր հանդեպ տրամադրում է մարդկանց։ Եվ նաեւ դա իր թերությունն աջակերտների մեջ են իմաստով, որ ինչի իրան այդքան քիչ ձայն տվեցին, որտեղ ովքեր որ ուզում են ձևավորեն ընդդիմություն, իրանք ունեն վրեժի ծարավ։ Իրանք ուզում են գա այնպիսի մարդ իշխանության, որ սրանց կպատժի, որ Փաշինյանին կպատժի։ Իսկ Ծառուկյանին վստահ չէին, որ Ծառուկյանը գա իշխանության կպատժի որևէ մեկին, որտեղ դա իրան բնորոշ չի վերցնել, քեն քշել, պատժել, հաշվի առ ինքը մեծ ահոգի մարդ է, ինքը ասել, դե լավ, ինչ եղել է, հիմա անցնում ենք առաջ։ Դրա համար քիչ ձայն ստացավ։ Դրա համար նախընտրեցին ընդունենք Քոչարյանին կամ Կարապետյանին, որոնք իսկապես կարող էին հատկապես Քոչարյանը կարող էր հաշվի առ դա տեսնել։ Դրա համար Քոչարյանին այդքան շատ եմ վստահում, հույս ունենալով, որ գոնե կգտնվի մի մարդ, որը այս մարդկանց ակաշները կզքի։ Հիմա այն քրեական գործը, որը հարուցվել է խարդախություն, խոշոր չափերի փողերի լվացում եւ այլն, եթե այդպիսի հանցանքներ կային, ինչու նախկինում այդ գործերը չէին հարուցվում, որովհետեւ արդեն իսկ քրեական գործ մեկ այլ գործով կար Գագիկ Ծառուկյանի նկատմամբ, այսինքն զուտ քաղաքական ակտիվությունն էր պատճառը եւ նաեւ խոսում են այն մասին, որ նրա Ծառուկյանի արած հայտարարությունն է քարոզարշավի ժամանակ, որ ասել էր, որ Փաշինյանը վանդակում կհայտնվի մեկ որց առյուծի մոտ եւ սա պատճառ էր դարձել նախընտրական քարոզչության ժամանակ հատկապես իշխանության հասցեին հնչեցված ռետորաբանությունը ուղղակի քննարկելի չի։ Դա նախընտրական շրջան է, դա նրա համար է, որպեսզի մարդիկ կոշտ բարակ պաշար ունենան։ Ծառուկյանի դեպքում դա ընդհանրապես ընդունելի չի, որովհետև նա ընդամենը 10-15%-ի պատասխան էր տալիս նրան, ինչ որ կիրառում էին իր հանդեպ։ Ինչ ասես, ասում էին, ուր ասես մտնում էին ընտանիքի անդամ, ինչ ասես։ Ինքը շատ համեստ ու զուսպ պատասխաններ էր տալիս, բայց պատկերացրեք մի իրավիճակ, հետ գնանք, պատկերացրեք ընտրությունների նախորդ օրը Ծառուկյանը մեսիջ ուղարկեր, որ մեր քաղաքական ուժը կհամագործակցի բոլորի հետ, այդ թվում իշխանության հետ, կլինեին նման բաներ։ Իհարկե չէին լինի։ Ծառուկյանը կստանար ոչ թե 4%, այլ 8%, եւ Ծառուկյանը կունենար ձայներ եւ կունենար իր բիզնեսը, հիմա էլ հանգիստ նստած կլիներ իր տանը։ Այդ մարդը չգնաց դրան, չգնաց գործարքի։ Դրա համար էլ իրանք այս ամեն ինչը արեցին, դա նույնիսկ չեմ կարծում որևէ մեկը կա Հայաստանում, ով կարող է կասկածի, որ եթե Ծառուկյանը ընտրություններից առաջ հայտարարեր, որ ես կգնամ համագործակցության, նրա հանդեպ հանգարց կասեն, չէ, մեզ ձեր համագործակցությունը պետք չի, որովհետև ձեր վրա քրեական գործեր կա։ Այս իշխանությունը բոլորի վրա, գիտեք, դա շատ վատ բան է, երբ որ պետության ղեկավարը ունի դատվածություն։ Ինքը սկսում է բոլորից դա վրեժ լուծել ու անվերջանալի մարդկանց տանել դատվածության քրեական գործերի ուղարկել, այդ շատ վատ բան է, դրան չի կարելի հասնել, բայց Ծառուկյանի վրայով մի անգամ այս ամեն ինչը անդր, մի անգամ չէ, բազմաթիվ անգամներ, որտեղ Հայաստանի Հանրապետությունը հայկական մենտալիտետը մի բան է, որ ամենաշատը չեն սիրում ինքնուրույն մարդու, Ծառուկյանն էլ ինքնուրույն մարդ է, ինքը չի կարող դրա հետ հաշվի նստի, դրա համար մի անգամ չի, որ այս ամեն ինչը արել են, այս ամեն ինչը կանցնի կգնա, բայց շատ ծանր հետևանքներ ունենալու են մարդկանց համար, ովքեր այս արել են, որովհետև անխնակերպով անցնում են կարմիր գծեր։ Օրինակ այդ կենթանին։ Ո՞րն էր այդ կենթանու մեղքը։ Աշխարհում կա մոտավորապես 30,000 առյուծ։ Իսկ սպիտակ առյուծ ընդամենը 300-ած սպիտակ առյուծ է մնացել։
Ինչի տարակ է առյուծին, առյուծի անկումը այնպես բարձրացրեց Սարոկյանի հանդեպ դրական վերաբերմունքը, որ անգամ ես նայում եմ լրահոսը, մարդիկ են, որոնք ամբողջ կյանքում ունեցել են չեզոք վերաբերմունք քաղաքականության եւ ամեն ինչին, հիմա ասում են լավ էս ինչ արել, ոնց կարող է sense բան անել, ինչի պետք է sense բան անել։ Ես չեմ ասում կենթանասերներ, ու կենթանասերներ տեղեկացրել եմ, ուր եք դուք։ Քնեցնելը կարող է վտանգավոր լինել կենթանու համար, բարձր ռիսկայնություն է պարունակում եւ ասում է ամեն դեպքում որոշում է կայացվել այդպեսին։ Մենք արդեն որպես ոչ մասնագետներ գիտենք, որ կենթանում կշռում են, քաշը իմանում են, հետազոտություններ են անում, ըստ դրա որոշում են ինչպես սրսկեն, կարելի է սրսկել, թե չի կարելի սրսկել։ Մարդուն երբ որ տանում են պարզ նարկոս անելու 1000 անգամ ստուգում են, չէ՞, ինքը կարող է, չի կարող, եթե դեղ պետքա սրսկեն, ստուգում են, սա կարող է, չի կարող, բայց այդ կենթանուց ունեցել է 300 հատ, ընդհանրապես ամբողջ աշխարհում։ Դուք ոնց տարակ, ու ոչ մեկի վեճը չի։ Այդ նույն կենթանասերները, այդ փարիսեցիները 18 թվից հետո կա, չէ՞, այդպես մի հատ խավ, կանանց իրավունքների պաշտպաններ, աու, Արեգնազ Մանուկյանի հետ կապվածի, որևէ բան չկա, ոնց որ այստենց էլ պետք է լիներ։ Այսինքն բանը, գիտեք, մի հատ հայտնի միտք կա, որ վերագրում են Ստալինին, այդքան լավ չեմ զգում, որ Ստալինից միտք են վերում, այդ մի հատ շատ լավ միտք է, ասում է, մեզ թվում էր, թե ժողովրդավարությունը դա պարզ ժողովրդի իշխանությունն է։ Բայց պարոն Ռուզվելտը ինձ բացատրեց, որ ժողովրդավարությունը դա ամերիկյան պարզ ժողովրդի իշխանությունն է։ Հիմա ասում եմ, демократия это не власть народа, Господь товарищ Рузвельт мне объяснил, что демократия это не власть народа, а власть американского народа։ Հիմա սրանցն է, այսինքն կանանց իրավունքները պաշտպանված են, եթե այդ կինը ԿՊ-ական է։ Դենց ոնց կլինի։ Արեգնազ Մանուկյանի հետ կապված ես չեմ լսել մի հատ այն ակտիվիստներից, որ տենց կանանց իրավունքների համար ես ճղում էին, մեկը վերկանա ասի, ես ինչ եկա, ոնց կարող ասես բան լինի։ Այդ ինչն է խանգարում անճապահաց երեխանա ունի նաև։ Սովորական բան է սա, ես ասում եմ, այս մարդկանցից հետո պետքա, չգիտեմ ինչ, երբեմն մարդիկ պատժվում են հանիրավի, երբեմն քրեական գործեր են հանիրավի, եւ դες չի կարելի ասել, որ ով ունի դատվածություն, չի կարող լինի ղեկավար, բայց ինձ մնար տենց էլ կանեի։ Որտեւ սրանց համար դարել է ոչ մի բան քրեական պատասխանատվություն տանել նստացնելը։ Եվ երբ որ ես երիտասարդ էի, նստացնելը մեծագույն խնդրեմ էր այդ բանը։ Հիմա դարել է էջ, որտեւ այս մարդը մի քանի անգամ նստել է, իրան թվում է թե բոլորը իրան նման են, կարող են գնան հանգիստ նստել։ Ինքը Փաշինյանը իր կյանքից ձեռ քաշած մարդ է։ Դրա համար է ինքը բոլոր կռիվները հաղթում։ Գիտեք, կա պարզ պոստուլատ։ Պայքարի մեջ, երկու հոգու պայքարի մեջ հաղթում է նա, ով պատրաստ է մեռնել։ Հիմա այս մարդը բոլորի հետ պայքարի մեջ պատրաստ է մեռնել։ Իսկ իր դիմացիները պատրաստ չեն, որովհետև սիրում են կյանքը, հաջողակ են կյանքում, ունեն բազմաթիվ այլ հետաքրքրություններ, ոչ թե այդ մենակ այդ աթոռը եւ պաշտոնը։ Այս մարդը գիտի, որ այդ աթոռը եւ պաշտոնը կա, ինքը կա, այդ պաշտոնը եւ աթոռը չկա, ինքը չկա։ Դրա համար իր համար մահվան կռիվ է, ինքը պատրաստ է մեռնել այս պայքարում։ Սարոկյանին հաջողվեց վերընտրվել։ Դե այդ եմ ասում, դրա համար վերընտրվելուց հետո ինչ խնդիր է տեսնում, ինչ վտանգ են տեսնում։ Ոչ, ինքը չվերընտրվեց, այնպես ինչպես ինքը ենթադրում էր, որ պետքա վերընտրվի։ Դե բայց կարևոր արդյունքը չէ։ Բայց ինչ արդյունք է, կարևորը 50%-ից պակաս ձայն արդյունքն է։ Ուր է այնտեղ արդյունք։ Դե կարողացավ 3/5 ունենալ խորհրդարանում, դա իրեն ավելի մեծ հնարավորություններ է տալիս որոշումների մեջ։ Ոչ, այս խորհրդարանը ավելի մեծ հնարավորություններ է տալիս ընդդիմությանը։ Ուղղակի ընդդիմությունը պետքա ատամներով պաշտպաներ Գագիկ Ծառուկյանի 5 ձայնը, որովհետև այս ընտրություններում հաղթողը Գագիկ Ծառուկյանի 5 ձայնն էր։ Ոչ թե ընդդիմության այդ հիմա ունեցած էլի, եթե մենք գալիս ենք ամեն անգամ ստատուս քվոյի, գիտեք, դուք ռացիոնալ մարդ լինելով, ամեն անգամ պետքա ձեր ունեցածի վրա հաշվարկ անեք։ Բայց ընդդիմությունը չպետքա զիջեր 5%-ը, պետքա դուրս գային փողոցային, իհարկե պարտվեցին, այո, չկար այդպիսի բան։ 300 մարդը սահմանադրական դատարանի դիմաց է դա պայքար է։ Դուք պատկերացրեք, հիմա ամեն ինչ ֆուտբոլի վրա է, ֆուտբոլի վրա ասեմ։ Ընդունենք կարող է մի հատ գարշելի նողկալի խաղ կար Պարագվայ-Ֆրանսիա, այդ Պարագվայ-Ֆրանսիա խաղից հետո, երբ որ Պարագվայը ահավոր էր խաղում, Պարագվայից մի հատ սենատորքին ինչ որ լկտի արտահայտություններ էր թույլ տվել, որին Մբապեն պատասխանել էր։ Ֆրանսիայի ամենալավ խաղացողը։ Հիմա կարող է դա փաստարկ ընդունելով FIFA-ն ընդունենք, որոշեր Մբապեին հեռացնել, կարգավարական վարույթ բացել, ասել իր վրա կարգավարական վարույթ, դատա ինքը չի կարող խաղա։ Ամբողջ Ֆրանսիայի ժողովուրդը Մբապեին կպաշտպաներ։ Դեշամը առյուծի պես իր ձակին կպաշտպաներ, որ նա դուրս գա եւ խաղա։ Դուք ինչ արեցիք Ծառուկյանի ձայների հետ։
Ես տեսա քաղաքական, այո, ի պատիվ իրանց, այո, բոլոր ուժերից տեսել եմ եւ Դաշնակցությանը, Գեղամ Մանուկյանին տեսել, Իշխան Սաղաթել, այո, այնտեղ էին եւ ուժեղ Հայաստանից էլ կային մարդիկ եւ Քոչարյանի թիմից էլ կային մարդիկ, բայց այդ մարդիկ պետք չէին։ Պետք էին բոլոր ընտրողները, որպեսզի պայքարեին այդ 5 ձայնի համար։ Բայց հիմա մեր ընդդիմությունը ցավոք սրտի ակադեմիական ընդդիմություն է։ Ինքը տես փողոցային բան հանենք, ներքնաշորերը փակենք, հեղափոխականներ չեն։ Կարող է տենց դա լավ է, մեր ազգը կարողա չունի այդ ռեսուրսը, որ պերմանենտ հեղափոխությունների մեջ մտնի։ Դրա համար լավ ընդունենք, պարտվեցիք ոչ թե ընտրությունները, պարտվեցիք այդ 5 ձայնը, որտեղ ձեզնից նա տարավ։ Իսկ նա մի մարդ է, որը ամեն հաջողությունից հետո էլ ավելի ագրեսիվ է դառնում։ Այդպիսին է այդ մարդը, նա չի բավարարվում, նա անվերջանալի, նա փախցրեց էլիա փախցնում, այդ իմաստով մեկը մեկին են Ալիևի հետ։ Փախցրեց մի բան, անմիջապես հաջորդը, փախցրեց մի բան, անմիջապես հաջորդը։ Այսինքն ինքը 5 ձայնով չէր բավարարվում։ Ամբողջ ընդդիմությանը կալանավորել, նստացնել, ինչ է։ Մինչև դրան էլ կհասնի։ Հիմա սահմանադրական մեծամասնություն ունենալ, իր երաշխիքները, որ տվել է այն պահածոների սիրահարթիկին կոսից մինչև Ալիև այդ երաշխիքները կատարելը, հետո նրանք անմիջապես Եվրոպան հանդարտվելու է, բայց այս կողմը չի հանդարտվելու, նա արդեն ասելու է, տեսեք, մենք բաներ ունենք, չէ, էքսկլավներ ունենք, Հայաստանի տարածքում ունենք դավայի հետ, հետո Սևանը, հետո դես, հետո դեն ու տենց։ Հիմա պատկերացրեք, մենք մի վիճակում ենք, որ դուք կարող եք եթե նայել եք ինչ-որ վայրենի բնություն, երբ որ առյուծը բռնում է, ասենք բիզոնի կամ ասենք եղնիկի կոկորդից, այդ նույն վիճակում ենք։ Փաշինյանը այդ եղնիկն է, որի ատամների արդեն թշնամիները ոչ թե ներսի ժողովուրդն էլ թշնամիները, ատամները արդեն մցրել են իր վզի մեջ, իր արյունը քամում են։ Եվ ինքը շանս չունի դրան որևէ կերպ դիմադրելու։ Պետքա մյուսները գան այդ առյուծին հեռացնեն, որ կարողանանք հասկանանք ուր ենք հասել, ինչքան բան ենք կորցրել եւ ինչ կարող ենք հետ բերել։ Այս վիճակը շարունակվելու է անընդհատ, մեզնից տանելու են այս մարտը մեր շահերի հաշվին, Հայաստանի ժողովուրդը, շատ խաղաղ ժողովուրդը, ընդամենը 3 միլիոն է, բայց այդ 3 միլիոնն էլ ունի ազգային շահ։ Եվ ինչքան էլ որ մենք հարմոնիայի մեջ ենք մեր ամբողջ աշխարհի հետ, այդ 3 միլիոնի շահը ինչ որ տեղերում կոնֆլիկտի մեջ է մյուսների շահերի հետ, ինչը բնական է։ Եվ Ուկրաինայի դեպքում, եւ Ռուսաստանի ցանկացած ազգի դեպքում իր ազգային շահը ինչ որ հարցերում բախվում է շրջապատի հետ։ Եվ քո իշխանությունը նրա համար է, որ քո շահը պաշտպանի։ Այս մարդը մեր շահը պերմանենտ սպասարկման է դրել ուրիշների շահերի հաշվին։ Մեր շահը դարձրել է սակարկման թեմա, անընդհատ ինչ ուրիշները ուզում են, անընդհատ զիջում է։ Մի անգամ չի եղել, որ ասի, բա դուք մեզ ինչ եք տալիս։ Արցախը ուզեցին վերցրեք, ես ուզեցին վերցրեք, բանը տարածքը ուզեցին վերցրեք, միջանցքը ուզեցին վերցրեք, ամեն ինչ վերցրեք։ Հիմա էլ ասում են հոմոկրատը չեն առնելու կտրենք իրենց տարածքները, իրենք էլ կարող են ջերմուկից հատված կտրել, բերքաբերից։ Դու ինչ գործ ունես իրենց տարածքների հետ։ Դու պատասխանատու ես Հայաստանի Հանրապետության շահի համար։ Դու Հայաստանի Հանրապետության շահն ես սպասարկում։ Իրանք ինչ են անում, ինչ չեն անում, քո ինչ գործն է։ Դե նկատի ունի կան տարածքներ, որոնք իրենց են պատկանում, պետք է վերադարձնենք, հիմա մենք չեն կարող հոմոկրատով կտրել։ Ով ասեց։ Իրենց են պատկանում այն պայից, Արցախը իրենց էր պատկանում։ Այն պայից, երբ որ իրանք բերեցին, հանեցին մեր ժողովրդին, իրանք այնտեղ նստեցին, հիմա իրանց է պատկանում։ Այս աշխարհում ով է տեսել կան տենց տարածքներ աշխարհի վրա, որ հավերժական Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվան 12 թվին ֆրանսիացիներինն էր։ Այսինքն չէ տենց տարածք չկա, որը հավերժական էս ինչ մեկին է պատկ։ Քանի դու այդ տարածքի համար չես ասում, դե դա ինչ տարածք է, որ այնտեղ տարին 12-ամիս ասում է, չէ, տարին 12-ամիս ձյուն է, դա մեր ինչին է պետք։ Մասիսարի գլխին էլ է տարին 12-ամիս ձյուն։ Դե Թուրքիան թող հրաժարվի, մեր սիմվոլն է, ամբողջ մի հատ ազգ իր ամբողջ ինքնագիտակցությունը կապված է այդ ազգի հետ, սարի հետ։ Դե թող աշխարհում տենց ազգ չկա էլ, որ այդքան հեշտ ասի դե բա մենք ինչ պիտի անենք։ Ինչ պիտի անես, դու քո տունը կտաս, ո՞նց ես բա երկիրը տալի։ Այդ իրանք քանի որ տամբորի հոգեբանություն ունեն, դե ցանգից նայում են, դե հիմա լավ, հա, ինչ ա եղել որ։ Հիմա արդյոք Փաշինյանին կհաջողվի լռեցնել եւ լիդերներին եւ այն դերակատարներին, նաեւ մարդկանց, որովհետեւ փաստորեն 600,000 մարդ մոտ Փաշինյանին չի ընտրել։ Հիմա ինքը ինչ պետք է անի այդ 600,000 մարդու հետ։
Ինչպես լռեցնել, ես չգիտեմ ինքը ինչ պետք է բողոքը անի, նա ես կարողանա միշտ- հանդարտեցնել։ Իր համար այսինքն խնդիր է ընտրություններից առաջ, որովհետև այդ մասին ինքը նաև խոստովանեց, ասաց, ինչպես հնարավոր է, որ 500,000-ից 600,000 մարդ փաստորեն դեմ են քաղաքականությանը, որ ես եմ տանում, իրենք ուզում են Արցախյան հարցը նորից բացել, իր համար դա զարման։ Հիմա սա խնդիր են այս մարդիկ իր համար, ինչ պետք է անեն։ 600,000 մարդը ոչ թե ուզում են Արցախյան հարցը բացել, Այո։ այլ ուզում են պահպանել հայկականություն։ Հիմա դուք եկել եք ու ձեր թիրախները հայկականությունն են։ Գագիկ Ծառուկյանը, Ռուբեն Վարդանյանը, Սամվել Կարապետյանը, նաև Ռոբերտ Քոչարյանը ինչ որ իմաստով, դա համահայկական, համաշխարհային հայկական կապիտալի մի մասն են։ Դու թիրախավորում ես համահայկական կապիտալը, դու փակում ես համահայկական կապիտալը, այն համահայկական կապիտալը, որը վաղը, եթե Հայաստանին սպառնա վտանգ, ամբողջովին սպառազինելու է Հայաստանը, որովհետև այդ մարդիկ բազմաթիվ անգամներ ապացուցել են, որ հենց Հայաստանը կարիք ունի, իրանք անմիջապես սկսում են զինել Հայաստանը, դա պետությունը չի անում, դա անում են այդ մարդիկ իրենց միջոցներով։ Հիմա դու ես վտանգավոր տարածքում համահայկական կապիտալը թիրախավորել ես, փակել ես, ինչի համար, դա այդ 600,000 մարդը դա է ազգում եւ ասում է դատը ձերքերը հետ քաշի, ձերքերը խոսել Արցախը հետ բերելու մասին, համահայկական խնդիրներից հայկականությունն է վտանգված, հայկականությունը վտանգված է։ Եվ դրա համար նայեք լրացնելը որն է 300 գործիչ ի պաշտպանություն Գագիկ Ծառուկյանի հայտարարությունն արել։ Մենք նույնպես միացել ենք դրան, մենք մի հատ հավաք ունենք ֆիլմարտադրողների համայնքական ֆեդերացիայով, մի հատ էլ համայնքական ֆեդերացիան կանի հայտարարություն, մեր դեսպաններն էլ են միացել տարբեր երկրների։ Իվետ Ատոնյանը դրել էր իր էջում 100 մարդու անուն, Իվետ Ատոնյանի էջում դրան արդեն 300 մարդ միացել է։ 500 մարդ մոտ դա տարածել է իր էջերում եւ իրանց էջերում նույնպես տասնյակ մարդիկ միացան։ Սա եղավ արդեն 5-6,000 մարդ։ Եթե վաղը հրապարակում դնեն ստորագրահավաք, 60,000 մարդ կգա ստորագրի, որ ձերքերը թերացրու Ծառուկյանից եւ այս մարդկանց չի լինելու լրացնել։ Ես ասացի 100,000 մարդու դու զրկել ես տարական կենսապահովման կարիքները հոգալու հնարավորությունից փակելով Ծառուկյանի գործարանը։ Դե բողոքի ակցիաներ են ամենուր։ Ամենուր եւ այդ բողոքի ակցիաները դրանք, չգիտեմ, մանկապարտեզային բնույթ են կրում։ Դրանք պետքա շատ ավելի ագրեսիվ դառնան, երբ որ այդ մարդկանց վարկի տալու օրը գա, իսկ մենք գիտենք, որ մեր ամբողջ ազգաբնակչությունը ոչ միայն մի բանկում, այլ մի քանի բանկերում, այ երբ որ այդ օրը գա եւ իրենք հասկանան, որ այ այս գումարը կանխիկ չտրվեց ինձ, չդրվեց իմ գրպանը ուրեմ ես խնդիր ունեմ իմ տան հետ, այդ նոր կտեսնեք ինչա նշանակում։ Ու ես ամենևին չեմ ուզում։ Դե ուզում։ Փաշինյանն ասաց, եթե այդպիսի բաներ լինեն, ինչ որ կազմակերպողներ լինեն, որոնք կազմակերպեն ակցիաներ անեն, պատասխանը կստանան գործից հեռացնա, որ դուրս գան փողոց եւ ինքը ամիջապես ասի սա արդեն վերջ, դուք դուրս եք եկել, բայց դա չպետք է վախացնի։ Շատ ավելի ծանր դիկտատորանել են գնացել կորել աշխարհի երեսից։ Հասկանում եմ, որ ինքը մարդը ինչպես պայմաններ որ դնում է, ըստ դրա էլ ընդունում են, ասում են դե լավ, այդ էին ասում ընդդիմության լիդերները, որ հիմա դե գնանք, հիմա հանենք ժողովրդին փողոց, հաջորդ օրը գա կալանավորի տանի։ Ինչի եք այդ երկու քայլը հաշվում։ Ավել հաշվեք, բայց ինչի եք դուք քաղաքականության մեջ։ Ավել հաշվեք, 100 անգամ այդ օրինակը ասել եմ։ Ֆիդել Կաստրոն ասում է ես 28 հոգու հետ հեղափոխություն արեցի Կուբայում, բայց ուղղակի շատ երիտասարդ էի, եթե այս տարիքի լինեի 7 հոգով կանեի։ Արեք այդ հեղափոխ, ինչն է ձեզ խանգարում։ Ժողովուրդը դուրս է գալի, 600,000 ձայն ունեք։ Այդ ո՞նց է այդ մարդը ամիջապես հələ ընտրությունը չվերջացած իրան հայտարարում, դուք չեք կարողանում ձեզ հայտարարել։ Ես չգիտեմ, ես քաղաքական գործիչ չեմ, քաղաքականության մեջ չեմ եւ այլն, այս պահին ես համարում եմ ծայրահեղ անարդարություն։ Այսօր էլ ստեղ գալուց կարդացի, որ տիկին Ռոզա Ծառուկյանը ցաներատարել, ո՞նց եք դուս գալու այդ ամեն ինչի տակից, ո՞նց։ Դուք ո՞նց եք մարդկային, ո՞նց եք ապրելու հեսա։ Չէ՞ որ մենք հայեր ենք եւ ունենք արժեհամակարգ։ Այդ արժեհամակարգի մեջ էլ կան կարմիր գծեր, բայց կան ուլտրա կարմիր գծեր։ Հիմա ո՞նց եք այդ ամեն ինչը անցնում դուք։ Ես մի հատ դեպք պատմեմ, իրավունք չունեի իհարկե, որովհետև դա շատ նեղ անձնական դեպք է, բայց որ հերթը հասավ շատ ծանր տարա։ Ուրեմն կարծում եմ որ պարոն Ծառուկյանը դեմ կլինի, որ ես սա ասում եմ, բայց պետք է ասեմ։
Սուրբ Հովանես եկեղեցում Աբովյանում պարոն Ծառուկյանի հոր հոգեհանգիստներ եւ մենք էլ գնացել էինք հոգեհանգիստի, ես էլ ահռելի քանակություն տասնյակ հազարավոր մարդիկ էին եւ Տիկին Ծառուկյանը նույնպես նստած էր Ռոզա Ծառուկյանը։ Բոլորը մոտենում էին, ցավակցում էին։ Ես էլ մոտեցա Տիկին Ծառուկյանին, ինքը բարձրացավ նստած տեղից, այդ կինը բարձրանում էր ամեն մեկին, որ չէ որ ինքը կարող ընդհանրապես, չէ։ Ու ես ուղակի լինելով ոչ թե Փաշինյանի ասած էմոցիոնալ մարդ, որը որ մարդկային գծեր նաև ունի իր մեջ, ես իրան ասացի Տիկին Ռոզա, ես ուղղակի շնորհակալություն եմ հայտնում ձեզ, որ եւ ձեզ եւ ձեր ամուսնուն հանգուցյալ, որ դուք այդպեսի տղա եք նվիրել ազգին։ Եվ գիտեք ինքը ինձ ինչ պատասխանեց, մատը բարդացրեց ինձ։ Այսինքն ասեց ես չեմ, ինձնից մի ասա։ Այդ կարգի ընտանիք են, այդ կարգի աստվածապաշտ, այդ կարգի հոգևոր, այդ կարգի համեստ, դա համեստագույն, դուք պատկերացնում եք սրանց մայրերը ոնց են իրանց պահում, երբ որ իրանց զավակները վայ-վայ հասել են դեպուտատի մակարդակի։ Այդ մարդը Հայաստանի մեջ ամենամեծ ներդրում ունեցած մարդն է, եւ իր մայրը ասում է ինձ ես չեմ, դա Աստծուն ասեք շնորհակալություն, որովհետեւ ես ինչ։ Համեստագույն մարդ։ Հիմա եթե միայն նրա համար, որ Տիկին Ծառուկյանը վատ ազգացել իրան, չէ, 93 տարեկան հասակում, դուք ապուշ չեք, դուք աննորմալ չեք։ Դրա պատիժը կա, չէ, հələ ես չեմ ասում Աստծո պատիժը, դրա ֆիզիկական պատիժն էլ կա։ Ես հաշվի արդարի կոչեր չեմ անում։ Բայց դա չի կարող, չէ, անպատասխան մնա։ Լավ այդ ԱԱՑ-ում, որ դուք դες մասկաները դեմքների գնում եք, պարկասնում եք, դուք չեք ամանչում, չկա տենց մարդ, ԱԱՑ-ում ծառայողը պետք է ունենա ինչ-որ ցենզ արժե համակարգային, ում որ տալիս են այդ անտեր լծակը, պետք է նաև բարոյական պատասխանատվության նվազագույն շեմ բացատրեն, որ եթե քեզ տվել են դուբինկան, ուրիշին չեն տվել, քեզ են տվել, դու նաև պետք է ISS արգելա միջոցները ունենաս, որ դրանից հետո նոր օգտագործես։ Հիմա եթե ձեզ սովորացրել են, որ այդ ձեր ձեռքին տված է, այդ որ ձեզ sense սուրույով հարցակում եք մարդկանց վրա, նաև SSS բաները պետք է չանեք։ Բայց ձեր մեջ մեկը չկար, որ ասել չէ, մենք այդ բանը չպետք է անենք։ Եթե ԱԱՑ-ի մի քանի աշխատակից կանգներ ասել, ես չեմ պարկասնի այդ մարդուն գետնին, ինչը ասելու էին ծաղիդ գործից կհանենք, կամ թող հանեին, ինչա մի ամբողջ ազգ գործից հանած վիճակում է, ձեր վերին արտի ծորենն եք, ամեն ինչի միջով անցնեք։ Թե ձեզ թվում է, թե որ այդ մասկաները քաշացած դեմքերի, հետո այդ մասկաները դուրս չեն գալու։ Չես հասկանում ինչքան կարելի է նվաստացման խնդիրներ կառաջանան, բայց Փաշինյանը մեկ այլ բան է ներկայացնում, որ Արադ ցեմենտը մենք պետականացնում ենք, նույնիսկ առանձնատունն է ծերանոց դարձնում եւ ըստ էության ներկայացում է այնպես, որ ժողովրդից գողացվածը ետ է վերադարձնում Փաշինյանը։ Դե հա, տեսանք 8 տարում ինչ կերպ ժողովրդից գողացածը ոնց սարքեցին պարտք Հայաստանի վրա եւ բաժանեցին իրանց մեջ պարգևավճարներ։ 8 տարում ի՞նչ է վերադարձվել ժողովրդին։ Որևէ բան վերադարձվել է ժողովրդին։ Ժողովրդի վզին դրվել է պարտք 2 անգամ ավել, քան կար։ Ուրիշ ոչ մի բան։ Էդի ոնց դա վերադարձա։ Ես ասում եմ, այս գրեիք հաշվեհարդարները այն մարդկանց հանդեպ, որին էլի եմ ասում, այդ մարդու բնորոշող գիծն է ուտել ուրանալը, հաշվեհարդար լինել են մարդկանցից, որոնք իրան աջակցել են։ Սա ամենավատ, հայերը երբեք դες բան չեն անում։ Հայերը հետ տալու շնորհակալ, գիտեք, հայերը ունեն ավանդույթ, մատաղի ավանդույթը օրինակ, չէ, եւ մատաղի հիմքում ի՞նչ է դրած, դու պետքա մատաղ անես եւ բաժանես այն մարդկանց, որոնք քեզ չեն ճանաչում։ Պետքա բաժանես աղքատների, բայց այդ աղքատների մեջ չպետքա լինեն այն մարդիկ, որոնք քո հարազատներն են։ Ինչի, որ հետո էլ իրանք չանեն մատաղ ու քեզ չվերադարձնեն, որ շնորհակալություն չասեն։ Այսինքն ժողովրդի մեջ ապրիորի նստած է, որ եթե քեզ մեկը մի բան տալիս է, դու պիտի շնորհակալություն որպես իրան մի բան վերադարձնես։ Հիմա դա փակելու համար հայերը մտածել են մատաղ, որ դու պետքա բաժանես անծանոթ մարդկանց, որ իրանք շնորհակալության պարտավորություն չզգաս։ Այդ կարգի մեր արյան մեջ մտածա շնորհակալությունը։ Բայց ոչ էս մարդու մեջ։ Հիմա դե ինչ կարգի մենք պետքա զիջենք մեր հայկականությունը։ Սա անհնար է արդեն։ Շնորհակալ եմ զրույցի համար։ Զրուցակիցս կինոռեժիսոր, պրոդյուսեր Հովհաննես Գալստյանն էր։ Շարունակեք մեզ հետևել, կհանդիպենք։